A եւ ձեր B կետին պատասխանում եմ այո։ Նիկոլ Փաշինյանի գրեթե 2 րոպե ձևակերպած հարցին վարչապետի ռեկորդային լակոնիկ պատասխանն էր։ Նիկոլ Փաշինյանի հարցը վերաբերում էր գազի գնի փոփոխությանը խորհրդարանական ընտրությունից հետո։ Նիկոլ Փաշինյանի հստակեցնելուց հետո էլ Կարեն Կարապետյանը հարցին ավելի կարճ պատասխանեց։ Ընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է թե չէ։ Ոչ։ Եվ դրա դիմաց Հայաստանը ընտրություններից հետո որևէ ռազմական կամ այլ սուբյեկտով վճարել է թե ոչ, ոչ։ Գազի վերաբերյալ հարցերը Կարեն Կարապետյանից անպակաս են։ Շիրակ Թորոսյանն էլ հարցրեց, թե կառավարությունն ինչպես է վերաբերում ադրբեջանական Սոկար ընկերության պատրաստակամությանը գնելու Վրաստանի նավթի ու գազի կորպորացիայի ընկերության ակցիաների 25%-ը։ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ վստահ չէ, թե այդ գործարքը շուտով կլինի։ Բացի այդ, տրանզիտ ապահովող խողովակի 25%-ի տերը լինելով ադրբեջանական կողմը դժվար թե մտահոգություն առաջացնի։ Եթե նման զարգացում լինի, մենք գիտենք ինչ արգումենտացիա ունենք մեր հարևան բարեկամական երկրի հետ խոսելու։ 25% իրենց սեփականությունը վաճառելու դեպքում մենք անհանգստություն ցուցաբերելու դեպքում վտանգ ունենք առնվազն ոչ կոռեկտ գտնվելու, որտեղ իրենց սեփականությունն է եւ իրենք վաճառում են մեկ քառորդը։ Նման տեսականորեն ռիսկեր գոյություն չունեն։ Եթե զարգացումներ լինեն, ապա մենք մեր արգումենտացիան կբերենք։ Արդեն ներքին տնտեսությանը անդրադարձավ Լևոն Զուրաբյանը։ Նա հայտարարեց, որ Արմավիրի գյուղերում մարդիկ բարձր տոկոսներով վարկեր են վերցրել, սակայն կարգտահարության հետևանքով վարկերը չեն կարողանում վճարել։ Գյուղատնտեսության նախարարը հայտարարեց, որ կառավարությունն այժմ մեխանիզմ չի գտել հարցը լուծելու։ Հարցը դրված է քննարկման։ Վարչապետին զեկուցվել է դրա մասին, այդ խնդրի մասին, եւ հանձնարարություն է տրված կենտրոնական բանկի հետ լուծում գտնել։ Արամ Մանուկյանը պաշտպանության նախարարին հարցրեց, թե ինչու չեն երկարաձգում պարտադիր զինվորական ծառայություն չանցածների մասին օրենքը, որով 27 տարին լրացած տղամարդիկ գումար վճարելով դուրս են գալիս հետախուզման ցուցակից։ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է այդ լուծմանը եւ վարչապետի ու նախագահի հետ քննարկելուց հետո կհասկանան երկարաձգելու նպատակահարմարությունը։ Ինչի եմ համարում, որ դա լավ լուծում չի, որովհետև իրականում դա իմ կարծիքով խթանում է որոշ առումով այն մարդկանց մղումները, ովքեր մտածում են դուրս գանք երկրից, մի քանի տարի մինչև 27 տարին լրանալը դրսում մեր խնդիրները լուծենք, վերջում փողը կվճարենք, կվերադառնանք երկիր։ Պաշտպանունակության առումով սա խնդիր չի լուծում, դրա համար իհարկե որպես պաշտպանության նախարար չեմ կարող շատ մեծ ոգևորություն ապրել նման օրենսդրական ձևակերպումից։ Կառավարության հետ հարց ու պատասխանին պատգամավորները հետաքրքրվեցին կառավարության հայտարարած Գյումրին զբոսաշրջային քաղաք դարձնելու մանրամասներից ու Սևանա լճում ձկնորսություններից։ Սա այս ձևաչափով կառավարության ու խորհրդարանի վերջին հանդիպումն էր։ Զորապ Հարոյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։